Սիրելի արաբկիրցիներ, շնորհակալ ենք մեզ նման պատվի արժանացնելու համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության եւ շատ պարտավորեցնող է եւ նաեւ սա մենք ընկալում ենք նաեւ ըմբռնում այն քաղաքական բովանդակության, որը մենք այս քարոզարշավի ընթացքում առաջ ենք մղում եւ որ իրականում շատ լուրջ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Կարծում եմ ամեն օրվա հետ ավելի ակնհայտ է դառնում, որ մենք ռազմավարական խաչմերուկի վրա ենք եւ մենք պետքա ճիշտ ընտրություն կատարենք մեր երկրի ռազմավարական ապագան ընտրելիս։ Եվ ճիշտ ընտրությունը իմ համոզմամբ խաղաղությունն է եւ պետականությունը եւ խաղաղությունը, որովհետեւ էլի այդ խոսքն եմ ուզում հիշեմ, որ ասում է մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ ինքը չգիտի թե ինչքան երջանիկ է։ Մենք թերևս մեր մեծագույն դժբախտություն եղել է այն, որ մենք չենք հասկացել, թե ինչպիսի մեծ երջանկություն է պետություն ունենալը եւ պետության անկախությունը ուժեղացնելը։ Մենք ունեցել ենք պետություն, բայց մի կետից ավել ուղղակի ոնց որ վերին առաստաղ ենք դրել, այդ կետից ավել մեր պետությունը չենք կարողացել աճացնել։ Այսօր մեր պետությունը ծաղկում է եւ մենք մեր պետության ծաղկմանը պետքա տեր կանգնենք, խաղաղությանը տեր պետքա կանգնենք եւ ոնց որ վանկարկումների մեջ ասում ենք, Արաբկիրին տեր պետք է կանգնենք, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, վարք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Արաբկիրը։ Շնորհակալություն։ Մի կարճ խոսք էր, ես որպես Արաբկիրի բնակիչ ասեմ, ոնց որ վերևում ձեզ ասեցի, ես լինելով հայ առաքելական եկեղեցու զավակ, սիրում եմ ձեզ, հիմա էլ սիրո հացի շուրջ կրկին ասում եմ, սիրում եմ ձեզ եւ լիքը մարդիկ իմ նման սիրում են ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ սիրում, շնորհակալ եմ։ Գնացինք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։